Ինչպես դառնալ ավելի ուժեղ հանգամանքներից։ Ինչպես լինել իրավիճակից բարձր։ Ինչպես դառնալ հանգամանքներից բարձր։ Ես կփորձեմ բացահայտել այս թեմայի իմաստը, բացահայտել դրա արդիականությունը, կարևորությունը եւ նշանակությունը։ Լրիվ այս թեման կհնչի հետեւյալ կերպ. Ինչպես լինել հանգամանքներից բարձր։ Իհարկե առաջին հերթին պետք է ձեռք բերել որոշակի ճշգրիտ գիտելիքներ։ Գիտելիքը ռեսուրս է եւ հնարավորություն։ Եվ ահա այս հնարավորությունը պետք է ուղղել սուր հարցերի լուծմանը, ինչպես սոցիալական, հասարակական, հանրային, այնպես էլ անձնական եւ տոհմային բնույթի։ Մարդը ունի հարցերի լուծման 3 հիմնական ուղղություն։ Առաջինը անձնական տարածքն է, այսինքն ներքին աշխարհ, հենց դրան է նվիրված հոգևոր աճը։ Երկրորդը հանրային սեկտորն է, այսինքն հանրային ինչ-որ իրականացման սեկտոր, երբ մարդը իր տեղն է զբաղեցնում հասարակության մեջ։ Կա երրորդ տարածք, որը հաճախ անտեսում են, դա տոհմային տարածքն է, այսինքն ինչ տեղ է զբաղեցնում մարդը իր տոհմի մեջ, ոչ թե ընտանիքում, այլ իր տոհմի մեջ։ Տոհմը ավելի մեծ սոցիալական կազմավորում է, քան ընտանիքը։ Նախկինում տոհմը հասարակության հիմնական բջիջն էր։ Խորհրդային տարիներում հիմնական բջիջը արդեն ընտանիքն էր։ Իսկ հիմա հասարակությունը հիմնականում կենտրոնանում է անհատի վրա։ Այն ժամանակ, երբ անձնականը, տոհմայինը եւ հանրայինը երեքն էլ հավասարապես կարևոր ոլորտներ են մեր կյանքում։ Սրանք 3 տարբեր տարածքներ են, 3 տարբեր իրականություն, եւ այդ 3 իրողություններում մարդուն նպատակահարմար է որակապես դրսևորել իրեն։ Դրա համար ենք ձեռք բերում գիտելիքներ, դրա համար ենք ուսումնասիրում հին գիտելիքները, ինչպես ազատ հասանելի, այնպես էլ թաքնված։ Գիտելիքներին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ցանկություն եւ կամք, որպեսզի տիեզերքին ապացուցենք, որ մենք արժանի ենք դիպչել այդ գիտելիքներին։ Այս թեման միշտ էլ արդիական է։ Դուք բոլորդ գիտեք, թե ինչ է կատարվում աշխարհում, մեր երկրում եւ հետխորհրդային երկրներում։ Դուք բոլորդ գիտեք այն տագնապալի օրակարգը, որը կա այսօր։ Գիտելիքները, երբ նրանք աշխատում են, երբ նրանք ինքնահաստատման գործիք են, ապա բոլոր ժամանակներում ինչ որ աջակցություն են տալիս։ Բարեկեցիկ ժամանակ, նրանք տալիս են մարդուն որոշակի պատկերացում։ Նրանք լրացուցիչ հնարավորություն են տալիս մեծացնել սեփական հնարավորությունը։ Երբ գալիս է դժվար ժամանակ, գիտելիքը, եթե դա իսկապես գիտելիք է, տալիս է մարդուն լրացուցիչ ուժ եւ էներգիա, որպեսզի նա իրականացնի հակաճգնաժամային ղեկավարում։ Սա ներքին էներգետիկ հոգևոր հենարան է, որը մեզ հնարավորություն է տալիս ավելի խորը, ավելի ճիշտ հասկանալ տեղի ունեցող գործընթացները, հասկանալ ֆեյքերի, ստերի եւ շատ այլ բաների իմաստը։ Այն իրավիճակը, որն այժմ տեղի է ունենում մեր հասարակության մեջ, ցույց է տալիս, թե ով է։ Հիմա պարզ է դառնում, թե ով է իսկապես զբաղվում գիտելիքների ձեռքբերմամբ եւ գնում հոգևոր աճի ճանապարհով, իսկ ով պատրանք է ստեղծել խաբելով ինքն իրեն։ Իսկ ոմանք անկեղծորեն խաբում են ուրիշներին։ Հիմա պարզ է դառնում, թե իրականում ով է ուժեղ, իսկ ով միայն ցույց է տալիս սեփական ուժն առաջին հերթին սեփական աչքերին, սեփական թուլությունը փոխհատուցելով սեփական ուժի ցուցադրական ցուցադրությամբ։ Հիմա շատ բան հասկանալի է դառնում։ Հիմա դիմակների ընդհանուր պատռման ժամանակն է։ Այսօր պարզ է դառնում, թե ով է։ Սա է, որ առավել արժեքավոր է, որ կա այս պահին։ Եվ ամեն մարդ պետք է հասկանա, թե ով է իր էներգիայով։ Հասկանալի է դառնում շատերի պահվածքի իրական շարժառիթները, մեր իմացած մարդկանց իրական ներաշխարը։ Եվ դա է, որ առավել արժեքավոր է, նույնիսկ կարելի է ասել անգին։ Որոշ հոգեպես կողմնորոշված մարդիկ այսօր լռում են տեղի ունեցող գործընթացների մասին։
Իսկ ինչու են նրանք լռում։ Բանը այն է, որ կուտակվել է այնպիսի մեծ լարվածության աստիճան, որ ամենափոքր անհամաձայնությունը առաջացնում է ագրեսիայի շատ բուռն արձագանք։ Այսօր շատ ագրեսիա կա։ Որոշ մարդիկ հիպնոզացված վիճակում են եւ նման են զոմբիների։ Զոմբի բիոռոբոտ դա մարդկային հոգեբանության տեսակ է։ Եվ չցանկանալով իր գլուխը դնել ագրեսիայի այդ հոսքի տակ, որը կուտակվել է մարդկանց մեջ այսօր, տեղեկատվական բացասական օրակարգի պատճառով, շատերը պարզապես նախընտրում են սոցիալական թեմաներին չանդրադառնալ կամ չխոսել այն մարդկանց հետ, ովքեր դեռ գտնվում են մոգական ազդեցության տակ եւ նման չեն իրենց նախկինում։ Շատ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ինչ-որ բան են սովորել, հաճախել են սեմինարների, ինչ-որ գրքեր են կարդացել, շփվել են ինչ-որ վարպետների հետ, այսինքն ինչ-որ գիտելիքներ են ձեռք բերել, ստրեսի պայմաններում այնպիսի զգացողություն են ունենում, կարծես նրանք մոռացել են այն ամենը, ինչ գիտեին։ Ընդհանրապես ջղայնացած ժամանակ, երբ մարդը ստրեսի մեջ է, նրան մտապատկերներ կազմելը արգելված է։ Այսինքն մտածել արգելվում է, որպեսզի այդ վիճակում մարդը բացասական մտապատկերներ չկազմի, որովհետև նրանք կարող են իրականանալ։ Այսօր դժվարին անհանգստացնող շրջան է, եւ երբ այդ դժվարին անհանգստացնող շրջանը չկար, շատերին թվում էր, թե նրանք ինչ-որ բան գիտեն, ինչ-որ բան են հասկանում։ Նրանք վստահ էին, քանի որ նրանք տարբեր գիտելիքներ էին ստացել, բայց երբ ստեղծվեց նոր պայմաններ, երբ առաջացավ օբյեկտիվ պատճառների հետ կապված ստրեսը, այդ ներքին վստահությունը նրանց մոտ կորում է, քանի որ պարզվեց, որ այն գիտելիքները, որոնք կային, չի հերիքում ճիշտ վերլուծել ներկայում կատարվող իրադարձությունները, եւ այդ անորոշությունը ակնթարթորեն միացնում է ստրեսային ժամանակահատվածը։ Հետևաբար ստրեսային շրջանում, իսկ յուրաքանչյուրն իր սեփական պատճառները, մարդիկ հստակ բաժանվում են 3 կատեգորիայի։ Նրանց, ովքեր պահպանում են իրենց ինքնատիրապետումը եւ օգտագործում են այն ամենը, ինչ նրանք գիտեին իրենց կյանքում, եւ այն, ինչ երկար տարիներ սովորել են, գնահատում են դժվարին ժամանակները որպես հնարավորություն դրսևորելու իրենց եւ կիրառելու այն գիտելիքները, որոնք նրանք կուտակել են որպես ռեսուրս, որպեսզի հենց հիմա օգտագործեն այն ի բարօրություն ընտանիքների, իրենց տոհմերի, ի բարօրություն իրենց անձնական եւ ընդհանուր բարօրության։ Մարդկանց երկրորդ կատեգորիան նրանք են, ովքեր սկզբից կորցրել էին ներքին կայունությունը եւ հենվել են ագրեսիայի վրա, բայց հետո օգտագործելով նախկինում ձեռք բերած գիտելիքները, ունենալով ճկուն մտածելակերպ, կարողանում են ճիշտ վերլուծել ներկա իրավիճակը, գտնվելով հանգիստ իրավիճակում։ Այս մարդիկ կարողանում են կամաց-կամաց դուրս գալ մոգական ազդեցությունից։ Երրորդ կատեգորիայի մարդիկ շատ արագ ընկնում են մոգական ազդեցության տակ։ Նրանց գիտակցությունը սկսում են ղեկավարել ուրիշները։ Նրանց գիտակցությունը ղեկավարում են ծրագրերը, որոնք ներ են դրվում թշնամու կողմից։ Նպատակը իրագործել իրենց ծրագրերը։ Հենց այս կատեգորիայի վրա է հիմնվում թշնամին, փորձելով երկրի ուղղությունը տանել համաձայն իր ծրագրի։ Այս կատեգորիայի մարդիկ սկսում են քանդել պետությունը։ Կա տիեզերական օրենք. ինչ քեզանից դուրս է գալիս, այն էլ մտնում է։ Քանդում ես դու, քո կյանք կքաշես, կյանքի այնպիսի դրվագներ, որ կքանդվես դու։ Այս կատեգորիայի մարդիկ իրենց կյանք են քաշում տարբեր հիվանդություններ, ինսուլտ, ինֆարկտ, տարբեր տեսակի խոցեր, կամ էլ նախկինում եղած որևէ հիվանդություն կաշխուժանա։ Այս կատեգորիայի մարդիկ արդյունքում ուժեղ հուզվում են։ Ուժեղ ներքին լարվածությունը նկատվում է ագրեսիվության եւ կոնֆլիկտայնության տեսքով։ Իսկ ինչու։ Փաստը այն է, որ երրորդ կատեգորիայի մարդիկ կորցրել են իրենց կայունությունը եւ ստրեսային պայմաններում մոռացել են այն ամենը,
ինչ նրանք սովորել են։ Արդյունքում ցանկացած կարծիք, ցանկացած եզրակացություն, ցանկացած տեսակի բառեր նրանք նույնականացնում են որպես իրենց սեփական կարծիքին տարբեր, չնայած նրան, որ իրենց մոտ իրականում կարծիք չի ձևավորվել։ Դա նրանք համարում են որպես գրգռիչ, եւ այս գրգռիչի հիման վրա նրանց մոտ գալիս է մերժման եւ ագրեսիայի օրինաչափ զգացմունքային ռեակցիա։ Դա նրանց մեջ խոսում են ներդրված ծրագրերը։ Այդ մարդիկ արդեն նման չեն իրենք։ Այժմ շատ մարդիկ կան, ովքեր կայունացնում են իրենց ներքին հոգեկան վիճակը, կուտակված լարվածությունը դուրս տալով ագրեսիայի տեսքով, այն ամենի վրա, ինչ այդպիսի մարդկանց կողմից գնահատվում է ինչպես գրգռիչ։ Իսկ ինչու՞։ Փաստը այն է, որ երրորդ կատեգորիայի մարդիկ կորցրել են իրենց կայունությունը եւ ստրեսային պայմաններում մոռացել են այն ամենը, ինչ նրանք սովորել են։ Արդյունքում ցանկացած կարծիք, ցանկացած եզրակացություն, ցանկացած տեսակի բառեր նրանք նույնականացնում են որպես իրենց սեփական կարծիքին տարբեր, չնայած նրան, որ նրանց մոտ իրականում կարծիք չի ձևավորվել։ Դա նրանք համարում են որպես գրգռիչ եւ այս գրգռիչի հիման վրա նրանց մոտ գալիս է մերժման եւ ագրեսիայի օրինաչափ զգացմունքային ռեակցիա։ Դա նրանց մեջ խոսում է ներդրված ծրագրերը։ Այդ մարդիկ արդեն նման չեն իրենք։ Այժմ շատ մարդիկ կան, ովքեր կայունացնում են իրենց ներքին հոգեկան վիճակը, կուտակված լարվածությունը դուրս տալով ագրեսիայի տեսքով, այն ամենի վրա, ինչ այդպիսի մարդկանց կողմից գնահատվում է ինչպես գրգռիչ։ Գիտելիքները շատ կարևոր են մարդու կյանքում։ Բացի գիտելիքներից դուք պետք է ունենաք ինքնատիրապետում եւ մտքի ճկունություն, որը օգնում է մարդուն օգտագործել գիտելիքները ոչ սովորական ստրեսային իրավիճակներում։ Կարելի է համեմատել մեքենա վարելու հետ։ Կան վարորդներ, որոնք պարզապես կարողանում են մեքենա վարել, իսկ կան վարորդներ, ովքեր կարողանում են մեքենա վարել դժվարին վթարային պայմաններում։ Այժմ վթարային իրավիճակ է, եւ շատերը, ովքեր կարող են վարել մեքենան, պարզապես կառչել են ղեկին եւ չգիտեն, թե ինչ է պետք անել։ Այժմ ամենաթանկ բանը, որ կա մեր հմտություններում, ինքնատիրապետման ունակությունն է, եւ եթե դուք դա ունեք, դուք կհիշեք, թե որքան շատ բան գիտեք իրականում։ Մենք ձեզ հետ կամաց մոտենում ենք հիմնական թեմային. ինչպես լինել հանգամանքներից բարձր, ինչպես ուժեղ դիր գրավել հանգամանքների նկատմամբ, որոնք տագնապալի են, մասշտաբային են, միևնույն ժամանակ իսկապես հուզմունք են առաջացնում շատ մարդկանց մոտ։ Պարզ է, որ ընդհանրապես չանհանգստանալ գրեթե չի ստացվի, քանի որ մենք բոլորս կենդանի մարդիկ ենք, եւ հուզմունքը սկզբունքորեն մարդու անբաժանելի մասն է։ Ուժեղ ինքնատիրապետմամբ եւ մտքի ճկունությամբ մարդիկ այն մարդիկ չեն, ովքեր չեն հուզվում, այլ նրանք են, ովքեր գնահատում են իրավիճակը, աշխատում են տեղեկատվության հետ, որոշումներ են կայացնում եւ կայացված որոշումները իրագործում են ոչ այն ժամանակ, երբ նրանք հուզված են։ Այսինքն մարդը կամ հուզվում է, կամ գնահատում է իրավիճակը եւ իր գնահատականի հիման վրա որոշում է ձևավորում եւ իրականացնում է ընդունված որոշումները։ Այլ կերպ ասած, ինքնատիրապետումը պահպանողը նա է, ով ապրում է երկու զուգահեռ կյանքով։ Նրանցից մեկում նա ուղղակի հուզվում է, բայց չի գնահատում իրավիճակը հուզմունքից։ Նա որոշում չի կայացնում հուզմունքի պատճառով, եւ նա կայացված որոշումը չի ներդնում հուզմունքի պատճառով։ Եթե հուզվում ես, հուզվիր, թույլ տուր քեզ հուզվել, բայց այդ պահին իրավիճակը չգնահատելով, ոչ մի որոշում մի կայացրու, մի գործիր հուզմունքից։ Եվ երբ հուզմունքի փուլն անցավ, հուզմունքից հետո կարելի է գնահատել իրավիճակը եւ որոշում կայացնել ու սկսել այն ներդնել։ Հենց այդպես է գործում ուժեղ ինքնատիրապետմամբ մարդիկ։
Հենց այդպես են գործում հոգեբանորեն հասուն մարդիկ։ Այդպես են գործում պարզապես հասուն մարդիկ։ Մեր հայրենակիցներից շատերը ընդհանուր առմամբ զգացմունքային մարդիկ են։ Դա ոչ լավ է, ոչ վատ է։ Դա մեր ազգային առանձնահատկությունն է։ Ինչ որտեղ դա լավ է, քանի որ բացում է անկեղծության մեծ հնարավորություններ մարդկանց փոխազդեցությունների միջև, բայց մյուս կողմից չափից շատ հուզականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդը հաճախ զրկվում է ինքնատերապետման հնարավորությունից, եւ եթե նա նաև հուզվում է, դա հանգեցնում է ուժեղ ագրեսիայի եւ սեփական հոգեկան ռեակցիաների անվերահսկելիության։ Իսկ դա էներգետիկ սպառման ուղիղ ճանապարհ է, ինչ որ մանիպուլատիվ ուղղությամբ վեկտորի ընդունմամբ, որովհետև հենց այդպիսի մարդկանց են գիտակցության մանիպուլյատորները բռնում իրենց բավականին պարզ, բայց արդյունավետ մանիպուլատիվ տեխնոլոգիաներով։ Նման մարդը զոհ է տեղեկատվական մակարդակով եւ դոնոր է էներգետիկ մակարդակով։ Հույզերի էներգիան գնում է մանիպուլատիվ էգրեգորների սնուցմանը։ Բերեմ հասարակ օրինակ։ Երբ դուք ջղայնանում եք թշնամու կողմից ասված խոսքի տեղեկատվության վրա եւ դա անում եք էմոցիայով, ձեր կողմից արտադրված էմոցիայի էներգիան գնում է թշնամու կողմից ստեղծած էգրեգորի սնուցմանը։ Թշնամին բարձրաձայնում է ինչ-որ ինֆորմացիա հենց նրա համար, որ այդ էգրեգորը սնուցվի ու հզորանա եւ ձեր էներգիայով։ Այստեղ կապ չունի այդ տեղեկատվությունը ճիշտ է թե սխալ։ Արդյոք դա նպատակահարմար է նրանց համար, ովքեր տարիներ շարունակ ակտիվորեն ձեռք են բերել գիտելիքներ։ Նպատակահարմար է արդյոք նման վարքագիծը, նման ռազմավարությունը նրանց համար, ովքեր նպատակ են դրել վերականգնել իրենց տոհմը։ Տեղին է արդյոք նման պահվածքը նրանց համար, ովքեր ձգտում են վերականգնել իրենց հայրենիքը։ Դուք ինքներդ գիտեք այդ հարցերի պատասխանները։ Միացրեք ինքնատիրապետումը, եթե այն դեռ միացված չէ, ու փորձեք լինել հնարավորինս ճկուն։ Ստուգեք, թե որքան է միացված ձեր մոտ ինքնատիրապետումը, օգտագործելով հոգևոր ուսմունքները, որոնց դուք ծանոթ եք, կամ շատ ավելի լավ կլինի զբաղվեք հոգևոր աճով։ Հոգևոր աճի մասին ես ունեմ առանձին հոլովակ։ Հետևաբար դուք կարող եք բարձրանալ հանգամանքներից վեր, եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ձեր ուղեղը լինի ճկուն, որպեսզի կարողանաք ընդունել այն գիտելիքները, մոտեցումները, իրականությունը, որը հակասում է ներկայում ձեր գիտելիքներին։ Եկել է քննությունների ժամանակը։ Ահա մենք գալիս ենք քննության, վերցնում ենք տոմս, եւ մենք սկսում ենք հիշել այն ամենը, ինչ գիտենք այս թեմայի շուրջ։ Եթե մենք գիտենք այս թեման, մենք վստահորեն պատասխանում ենք եւ ստանում ենք լավ գնահատական։ Իսկ եթե մենք չգիտենք այս թեման, մենք հիշում ենք այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է այս թեմայի հետ, եւ դրանից փորձելով տրամաբանական ճանապարհով հիշել հարակից թեմաներից։ Մենք դրանից պատրաստում ենք մի միասնական մոտեցում, որը քիչ թե շատ մոտ է այս թեմային։ Երբ մարդը ունի մոտիվացիա, նա կարող է ձեռք բերել այս հմտությունը մեկ շաբաթվա ընթացքում։ Հարցը այն է, թե որքան եք իսկապես շահագրգռված կայունացնել ձեր սեփական կյանքի գործընթացը։ Ձեռք բերել նոր հմտություններ այս դժվարին ժամանակ։ Որքան եք ուզում արժանի լինել եւ հանձնել քննությունը, այլ ոչ թե ամբողջությամբ կլանված լինեք հուզմունքով։ Սա է հիմնական ընտրությունը։ Բանը այն է, որ հուզմունքը այսօր շատ մարդկանց մոտ մի փոքր այլ է։ Դա հուզմունք է իրադարձությունների վրա ազդելու սեփական անզորության ներքին գիտակցումից, եւ մարդիկ այսօր անզորությունից իրենց զոհ են զգում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ բոլոր գիտելիքները ձեր ներսում են, միայն պետք է այն դարձնել ձերը։ Ուզում եմ հիշեցնել, որ այժմ ոչ միայն հնարավորությունների ժամանակ է,
այլ նաև մեր շատ հայրենակիցների բացթողնան ժամանակ է, այն հնարավորությունների, որոնք մենք ունենք, այդ թվում մեր նախնիների շնորհիվ։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե որքան հնարավորություններ եք դուք ունեցել եւ որքան եք օգտագործել տարբեր ճգնաժամային իրավիճակներում։ Որպեսզի բարձրանալ իրավիճակից ավելի բարձր, դուք պետք է բացվեք այդ իրավիճակի առջև։ Իրավիճակից վեր բարձրանալու համար պետք չէ պայքարի մեջ մտնել նրա հետ։ Պետք չէ վախենալ այն ալիքից, որը ձեզ կծածկի, այլ պետք է բարձրանալ իրավիճակի վրա։ Դուք պետք է ոչ թե վախենաք իրավիճակից, այլ ձեր խնդիրն է հեծնել այն որպես ձիավոր, որը չի կռվում ձիու հետ։ Նա ոչ մի շանս չունի, ձին ավելի ուժեղ է։ Ձիավորի խնդիրն է հեծնել իր ձիուն, հնազանդեցնել նրան, բայց ձիավորը չի նայում ձիուն ինչպես թշնամի։ Երբ կա իրավիճակ, եւ դուք նրա հետ հարաբերությունների մեջ եք մտնում որպես գործակալ եւ հակագործակալ, ապա դուք կպարտվեք, քանի որ իրավիճակը շատ ավելի մասշտաբային է, քան դուք։ Բայց երբ դուք նայում եք իրավիճակին ոչ թե որպես ալիք, որը ձեզ կծածկի, այլ որպես հիմք ձեր ծովագնացության, ինչպես դրսևորման տարբերակ, այդ ժամանակ դուք կլինեք իրավիճակի վրա։ Եվ ահա երբ դուք ցանկացած հարցին կմոտենաք նման ներքին վերաբերմունքով, դուք կհայտնվեք իրավիճակի վերևում, քանի որ ձիավորը միշտ ձիու վրա է։ Մարդը կառուցված է այնպես, որ նա միշտ արտադրում է էներգիա։ Իսկ ուր է հոսում այդ էներգիան։ Այդ էներգիան հոսում է այնտեղ, որտեղ մեր ուշադրությունն է։ Դրա համար շատ ուժեր պայքարում են մարդու ուշադրության համար։ Դա պետք է իմանալ, որպեսզի ձեր ուշադրությունը դարձնեք այնտեղ, ինչը ուզում եք մեծանա։ Որտեղ ձեր ուշադրությունն է, ձեր միտքն է, այն ուղղությամբ հոսում է ձեր էներգիան։ Մենք արդեն պարզեցինք, որ մարդը պետք է լինի այստեղ եւ հիմա ռեժիմում եւ որոշումներ կայացնի հանգիստ վիճակում, օգտագործելով ճշգրիտ գիտելիքներ։ Ամեն մարդ կառուցում է իր աշխարհը, որը նման չէ մյուսների աշխարհին։ Եթե ուզում եք ապրել երկրում, որտեղ ամեն ինչ զարգանում է ճիշտ ուղղությամբ, ապա ձեր մտքում կառուցեք այդ աշխարհը եւ ձեր էներգիայի մեծ մասը տվեք ձեր պատկերացրած աշխարհին։ Եթե դուք չկառուցեք ձեր աշխարհը, ապա ձեր աշխարհը կկառուցեն ուրիշները, որտեղ դուք կլինեք զոհի կարգավիճակում։ Սկզբից դժվար կլինի մտքում կառուցել ձեր աշխարհը, բայց կամաց ձեր մոտ կստացվի ու կառաջանա հետաքրություն։ Այստեղ պետք է հասկանալ, որ այդ աշխարհը պետք է լինի հանուն, այլ ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկին։ Կառուցեք ձեր բարեկեցիկ զարգացող երջանիկ աշխարհը ձեր մտքում եւ այն կնյութականացվի ֆիզիկական աշխարհում։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։